ու սրտաբաց ընդունելություն, անկեղծ ու անկաշկան զրույց։ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային այցերը։ Հերթական կանգառը Կոտայքն է։ Պապական զովքում նրան հարազատի նման են դիմավորում։ Պարոն Ծառուկյան, Զովքի բնակչությունը ողջունում է ձեր գալը։ Սա վաղուց սպասված այց էր Զովք։ Շնորհակալ եմ։ Մենք շատ հպարտ ենք եւ շատ ուրախ ենք, որ դուք անձնական շահը մի կողմ թողնելով գերադասեցիք ազգային շահը։ Դուք կանգնեցիք մեր ակունքների կողքին, մեր հայապահպանության կողքին, որովհետեւ այս կորզանարար ընթացքը կանգնեցնեք։ Գյուղի խնդիրները դուք իրենից լավ գիտեք։ Ձեր ուղերձում ամեն ինչ ասված է։ Մենք ամբողջ ազգաբնակչությունով ողջունում ենք ձեր քայլը։ Ձեզ հաջողություններ ենք ցանկանում։ Խնդիրները գյուղերում բազմաթիվ են, իսկ գյուղացին իր հոգսերի հետ միայնակ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը շեշտում է իրենց սկզբունքային մոտեցումը։ Գյուղը պետք է դարձնել ոչ թե գոյատևման, այլ եկամուտ վաստակելու աղբյուր։ Այսօր սիրտս ցավում է։ Տեսնել ես ոչ մի բանի խնդիր չունեմ, բայց տեսնելով իմ աղջի ազգի խեղճությունը, կոտրվածությունը, որ փայլուն ապագա չկա, անհույս գնում եմ մարզերում, գյուղերում նայում եմ խեղճացած պատերի տակ նստած վարկի պարտքի տակ, սիրտս ցավում է։ Այսօր իմաստը եկել եմ գյուղա, գյուղացին եթե գյուղնախարարություն չունի, այս մարդը սարի տակ եկե նստի, ինչ պետք է անի։ Սև չկա, պարարտանոց չկա, վարելիք չկա, ջուր չկա, ինչ, ոչ մի բան չկա։ Այդ մարդը կամ պետք է թողես երկրից հետա, կամ պետք է գնա քաղաք։ Գյուղացին սահմանապահողն է, ժողովրդին կերակրողն է, գյուղացին բերք ու բարիք ստեղծող է։ Գյուղնախարարությունը ոնց կարան փակեն, մի հատ ուզում եմ հասկանալ, ոնց։ Ինչի համար են փակում։ Բա գյուղացով ով ազբաղվելու։ Այդ հողերը ով ազբաղվելու։ Տարիների վաստակ ունեցող մարդը պետք է արժանապատիվ ապրի, նշում է Գագիկ Ծառուկյանը, իսկ դեպի բարեկեցություն տանող ճանապարհը մրցունակ ու զարգացող տնտեսությունն է։ Նայելով հատիկի տաղ կյանքը աշխատել է։ Հիմա այսօր եկել է խորը ծերություն, որ բարեկեցիկ անցկացնի։ Թոշակը երբ կարա բարձրանա, որ ես ասեմ վաղը 200 լինելու, սուտ է, ես բան կյանքում թույլ չեմ տալու։ Պետք է լիարժեք տնտեսությունը զարգանա, բյուջեն գումար լինի, որ այդ բյուջեի գումարից էլ ասեն այս թոշակների համար, այս առողջապահության համար, այս ուսման համար, այս երիտասարդ ընտանիքների համար, ցանկացած 1% տնտեսական աճը 25 միլիարդ է։ Հիմա այսօր սաղը վարկի տակ եք, չէ՞։ Չէ, լուրջ, ճիշտ եմ ասում։ Ամեն ընտանիքից 2-3-ը, չէ, մեկն է, չէ։ Տնտեսական ճգնաժամ ա եղել։ Համաճարակ, կորոնավիրուս ա եղել։ Մի տարի մարդը չի աշխատել, պարտքի վարկի տակ ա։ Եղել է պատերազմ, էլի մարդիկ ծանր վիճակի մեջ են։ Պետությունը մինչև 3 միլիոն դրամ ներում ա շնորհում։ Իր ժողովրդին, որ 2 միլիոն 450 հազարից միանգամից 2 միլիոն 200 հազար մարդ այդ բերից կպրծնի, ցեղից դուրս կգա։ Ոչ թե այսօր անգիր արե չարտար եկել եմ ձեր հետ խոսում եմ, այլ կյանքը տեսել եմ դժվարություններ, նեղություններ, լենություններ, սա գիտեմ, ձեր ցավը տանեմ, պատկերացնում եմ, խնդիրն է լուծում եմ։ Երկիրը շենացնելու համար ցանկություն է պետք, անհնարինը հնարավոր կդառնա, եթե գործի գլխին պրոֆեսիոնալներ լինեն, շեշտում է ԲՀԿ առաջնորդը, որպես օրինակ բերում սպորտային հաջողությունները։ 2 օլիմպիական խաղ սպորտը, գիտեք, 8 տարի մի հատ մեդալ չեն ունեցել։ Այո։ Ես վերցեցի, ասին մի վերցու, այդ ծանրության տակ դպրոցներել եմ կառուցել, սպորտսմեններին թոշակներել եմ նշանակել, տարեկան 200 ավտո նվեր եմ տվել, դրսից եմ հրավիրել բերել, այսօր արդեն ցանկացած մրցման մեդալները ոսկին, այսինքն դա նշանակում է, որ աննարի ոչինչ չկա։ Ոչ օլիմպիական ձևը պետության կողմից չի ֆինանսավորվում։ Ոչ օլիմպիական ձևը համախմբել ենք, միություն ենք սարքել, որ բոլոր երեխաները սոցիալապես ծանր ապահովված, որ ֆինանսական խնդիր կա ընտանիքում, որ բոլորը պարապեն։ Անցյալ տարի արդեն 8000 երեխա պարապում է։ Հիմա դա քիչ թիվ է մեր երկրում։ Ասեմ այս տարի որ 20000 լինի։ Կարանք կազմակերպենք։ Մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, ասենք մեր գիտնականներով, արվեստով, այդ մերելը չկա։ Պետք է ֆինանսավորես, գիտությունը զարգանա, տնտեսությունը էժան աշխատուժի վրա չի զարգանում։ Արդարության պակասն է, որ հիասթափություն է առաջացնում, ասում են մարդիկ, կարևորում են դրա վերականգնումը։ Այս մեր ամբողջ տառապանքների մեխը անարդարությունն է։ Բոլոր բնակավարում եւ իրավունքի, եւ օրենքի, եւ սոցիալական, եւ զարգացման, եւ դպրոցական, եւ կրթական, եւ պատմական ամեն ինչի մեջ այդ անարդարությունն է կրծել մեր Համաձայն եմ, պետք է մարդուն տաց եւ պահանջես։ Հիմնական խնդիրը սա, որ անարդարություն կա, ես եմ ասում, պաշտոնի ոչ թե պետք է իմ հետ քայլելա կամ իմ բարեկամնա,
այլ պետք է ոլորտի մարդ հետ փորձ ունի, գիտելիք ունի եւ այդ ոլորտում իրեն ճանաչում որ համար առաջ է։ Մեզ պետք է լավ մասնագետներ, փորձառու մարդիկ դուսը կլնեն, որտեղ կլնեն, չուզենա պետք է խնդրելով բերես, որսոր քու երկրին ապեն, որ մարդիկ կան միտքը, գաղափարը ներդնեն, զարգանալու համար։ Դուք գործի մարդ եք, դուք քամյանով մարդ չեք, խոսքեր շպրտող մարդ չեք, ձեր մի կես խոսք արդեն գործ է, մարդիկ տեսել են սեփական աչքերով, համոզվել են այս տարիների ընթացքում, այնպես որ մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում, ապրեք։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, Գագիկ Ծառուկյանը նշում է, կողմ է բաց սահմաններին, բայց միայն պետական երաշխիքների եւ տեղական արտադրողին պաշտպանելու պայմանով։ Այո, ժողովրդին հետաքրում է հայ-թուրքական սահմանը իշխանով է ճիշտ բաց։ Ուրեմն ես այս հարցերին սաղ պատասխանեմ անկեղծ։ Բոլոր սահմանները պետք է բացվի, որ շարժ լինի, բայց մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Մենք պատրաստ չենք ամբողջ ասենք գյուղատնտեսությունը փոքր ու միջին բիզնեսը կվերանա։ Պետք է մտածենք մինչև այդ քայլեր կատարվի, հնարավորություն տա, որ մեր մրցակցություն ունենանք, եղբայր։ Որ մրցակցենք, եթե մեր մոտ այսօր ամեն ինչը շատ թանկ է, հենց գյուղացու մոտ, սկսած պարարտանյութից, սկսած սերմից, սկսած ջրից, ասենք հարթավայրում ջրում են մի հեկտարը, մի ջուրը 80,000, դու մրցակից ես, քո մոտ բերքը պետք է լինի 500 դրամ, ինքը բերում է 50 դրամ, դու կարաս մրցես։ Մենք պետք է բացենք, բայց մենք այդ պատրաստական քայլեր կատարենք, ժամանակ ուզենք, 6 ամիսա մի տերյա, հնարավորություն տանք արտադրողին, մշակողին, ստեղծողին, փոքր ու միջին բիզնեսին, որ ոչ թե գոնե պայքարենք, չխորտակվենք, չկործանենք, այլ հակառակը մենք մոտ գործենք իրաց մոտ։ Պետք է դա գիտությունն է, եղբայր դա հենց այնպես դատակ բացենք, մենք չենք ուզում։ Դու մենք ուզում ենք թող սաղ բացվի, բայց պետք է դրան նախապատրաստենք, քայլեր կատարենք, հնարավորություն տանք։ Զովքում Ծառուկյանին առանձնահատուկ ջերմությամբ են ողջունում նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները, ասում են Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է իրենց կողքին։ Զովք համայնքի եզդիների կողմից դուք կարող եք եկել, շատ շնորհակալ եմ ձեր այցելության համար, մենք ձեր կողքին կանգնած ենք, բոլորս մի մարդու նման։ Ցավը տանեմ։ Ես հարևաններն եմ, որտեղ որ մնում եմ մի 20 ընտանիք, ում տղա էր ծնվում, Գագոյին անունը դնում, աղջիկ էր ծնվում, Ռոզային դնում։ Բայց կարևոր ասեմ, եզդիների պես խերով մարդ չկա։ Որորը դեպքերը առավոտ տնած իմացի հաջողությունը։ Ու ամենապինդ մարդիկ են, կարկին մարդիկ են։ Շնորհակալ ենք, որ եկել եք։ Մենք իրար հետ բնակում ենք նույն երկրում, մեր հետ մասնակցում ենք։ Կարևորը հայ ժողովուրդը ձեզնից շատ շնորհակալ է։ Մենք էլ խեր ու բարիք եք ստեղծում, ձեր ծաղտա։ Մենք էլ ձեզանց ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Ձեզանով հիացածա պարոն Ծառուկյան։ Ես էլ ձեզնով, ես բոլորի շփում եմ։ Ու ինչ որ մտածում եմ, ինչ մի հատ, ես բոլորին տալիս եմ։ Ամեն մեկ իր տեսակով պատասխանում է, վերջում այդ սաղ գումարում եմ իրար, իմն էլ գումարում եմ, ամենալավն է ստացվում։ Ճանապարհ եք անցել։ Ճանապարհ պրակտիկ։ Զրոյից եք ստեղծել։ Ես տարիքով մեծ եմ, իմ աչքի առաջ եք դուք կայացել։ Մենք իրար չենք ճանաչել։ Շնորհակալ եմ, հիացած եմ։ Հաջողություն։ Գյուղի տարեց կանանցից Եղուն տատը Գագիկ Ծառուկյանին իր տուն է հրավիրում։ Դիտում եք մեր տուն։ Գնանք, մայրիկ ջան, գնանք ու ցավը տանեմ, գնանք։ Ծառուկյան։ Գնացի։ Գնացի։ Գալի։ Զովքի բնակչու տանը Գագիկ Ծառուկյանին որդին ու ծոռներն են դիմավորում։ Համեցեք պարոն Ծառուկյան։ Ես սաղ տղա եմ, հա։ Որներս է։ Աստված պահի։ Հովանեսյանների գերդաստանի համար օրը առանձնահատուկ է, Գագիկ Ծառուկյանին ընդունում են հարազատի պես։ Այսօր մեծ երջանկություն պարգևեցիք մեր հասարակությանը, հիացած ենք ձեզանով, հպարտ ենք ձեզանով, շատ հարգում ենք, շատ սիրում ենք գյուղովի ձեզ։ Ես բոլորիդ շնորհակալ եմ, իմ ոտը թողերով լինի, Մարիկ ջան, դու այդ մենակ տեսնես քո բալիկների, թորնիկների հաջողությունը, միայն հանդիպենք, ծանոթ, կնունք, հարսանիք, ուրախանանք։ Գործերիդ հաջողությունը լի, Աստված քո հետ։
Բոլորիս հետ լավ լինենք։ Լիքը առողջություն, պարոն Ծառուկյան։ Շնորհակալ եմ։ Համառողջություն տա, որ ցուկու բալեկի քելքենալ է։ Ձեր ցավը տանեմ, շնորհակալ եմ։ Զգացված եմ ձեր վերաբերմունքից են ի սրտե մարդու դեմքը, դիմագծերը, ժպիտը դարձեն ամեն ինչ ասում են։ Ես շնորհակալ եմ, պարտավորված եմ այդ վստահությունը հավատք երբեք չկորցնեմ։ Շնորհակալություն ձեզ, պարոն Ծառուկյան։ Դեգնացիք, ստեցուն ձեզ։ Ստեցուն։ Մենք բոլորս ձեզ հետ ենք, պարոն Ծառուկյան, հիացած ենք։ Շնորհակալություն։ Հաշան, հաջողություն ապապիկին։ Գնացիք, ստեցուն ձեզ։ Առանձնահատուկ է մեր Հայաստանի Հանրապետության մեջ մեր հասարակության համար։ Ամբողջ գյուղը շատ հարգում է, շատ սիրում է պարոն Ծառուկյանին։ Ինքը գյուղացի սիրող է, ինքը համայնք սիրող է։ Մարդ պետք է իր միջից, իր ներսից ունենա այդ ունակությունը, խելացիությունը, մարդասիրությունը։ Շատ բաներում է ինքը օգնել գյուղացիներին։ Մենակ մեր գյուղը չէ։ Կոտայքի մարզում ինքը շատ մեծ դեր է ունեցել։ Գագիկ Ծառուկյանը ստեղի թոռ է։ Ստեղ մեր հետ մեծացել է ինքը։ Երկրին սիրող մարդը, ժողովրդին հասնողը, իծնի ստեղծվել է ոնց որ ժողովրդի համար։ Շատ են սիրում, ոչ թե մենակ էս գյուղում են սիրում, ամբողջ ռայոնն է սիրում։ Մեր ժողովուրդը պետքա նայ իրան ու մտածի ոնց շարժվի։ Ազգասեր է ինքը, թասիբ ունի, ինքը թասիբով մարդ է, մեծ մարդ է ինքը, մեծատարով մարդ։ Հաջորդ կանգառը ձորախբյուրն է։ Գագիկ Ծառուկյանը այցը սկսում է 44-օրյա պատերազմի նահատակների հուշաքարին ծաղիկներ խոնարելով։ Հայրենիքի պաշտպանության ընթացքում 6 զոհ է ունեցել այս բնակավայրը։ Ինչպես Հայաստանի տարբեր գյուղերում, այստեղ եւս շատ ընտանիքներ օրվա հացի խնդիրը լուծում են արտագնա աշխատանքով։ Ռուսաստան են մեկնում, հիմնականում շինարարությամբ զբաղվում։ Մտահոգված են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակով։ Շատ շնորհակալ ենք ձեզանից ձեր այցի համար։ Տարիներ շարունակ դուք կանգնած եք եղել մեր հայ ժողովրդի կողքին եւ նամանավանդ մեր տարածքի գյուղի ժողովրդի կողքին։ Անչափ դրա համար շնորհակալ ենք։ Հարցս հետեւյալն է. մենք տարիներ շարունակ Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ է եղել։ Սակայն հիմա ԵՏՄ-ի հետ կապված ինչ է լինելու մեր ժողովրդի հարցը, ինչ է լինելու այսքան աշխատած բերքը, բարիքը, որտեղ է յուրացվելու։ Այսօր բոլորս գիտենք, Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ մեր մոտից ասենք 100 հազարավոր մարդիկ գնում են Ռուսաստան աշխատում են գարնանը, ձմռանը գումար են բերում։ 2,5 միլիոն հայություն ունենք, որը այնտեղ մնում է։ Ունենք մեր ամբողջ արտադրանքը, բերքն ու բարիքը, խմիչքները 3 միլիարդ դոլարի տարեկան մենք ապրանք ենք արտանում Ռուսաստան։ Այսօր գազը մեզ տալիս են ամենացածր գնով։ Իսկ եթե մենք ընտրում ենք Եվրոպայի ճանապարհը, Ռուսաստան ինչ ասում, ձեր ցավը տանեմ, ես ձեր բարեկամն եմ, ձեր ընկերն եմ։ Եթե ընտրում եք այդ ճանապարհը, գնացեք այդտեղ, ես ձեզ ոչ խնդրում եմ, ոչ համոզում եմ։ Դրա համար մենք այդքան բան պետք է գիտակցենք, հասկանանք, որ մենք մեր սարքաստունը չքանդենք։ Մենք քանի 1000 տարի մենք Ռուսաստանի հետ շփվում ենք, կապ ունենք, աշխատում ենք։ Ռուսաստանը մեր շուկային ծանոթ է, ապրանքն էլ այսօր մենք կարանք Հայաստանից որից մի բան արտանենք Եվրոպա։ Մեր ժողովուրդը կարա գնա Եվրոպայում աշխատի գա։ Ռուսաստանից ամսական 150-ից 170 միլիոն դոլար տրանսֆեր է գալի, որի տղան է, աղջիկն է, եղբայրն է, բարեկամն է, աշխատում ամեն ամիս փող է ուղարկում։ Ու մեր ժողովուրդը ֆոկուս չի 30,000 դրամով համ գազի փող տա, համ լույսի փող տա, համ կոմունալ վճարի, հələ մի հատ էլ ապրի, այդ ցավը տանեմ։ Հենց Կոտայքի մարզում է կառուցվում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը։ Չնայած բացմանը դեռ 1 տարի կա, բայց հարակից համայնքներում արդեն աշխուժություն է։ Իսկ արձանի բացումից ակնկալիքները շատ մեծ են։ Հայաստանը նորովի կներկայանա զբոսաշրջային քարտեզում։ Ես այսօր տես մեր տարածքում, Կոտայքում Քրիստոսի արձանն եմ կառուցում։ Դուք շարժել զգացած կլեք, մարդիկ գալիս են, հողերը թանկացել է, իմացեք որ բոլորն էլ գործ ունենալու է։ Պատկերացրեք, ամենաուժեղն են կառուցում, ամենագեղեցիկ այսօր 101 մետր, բայց իր ոճով, ամեն ինչով, մշակույթով, որտեղ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ու Աստծո կամոք ամեն ինչ ամենաճոխն է լինում։ Հիմա պատկերացա, եթե 20 միլիոն տուրիստ գա Հայաստան, գալի աստեղ էլ մնաս, տեղելով էլ անցնելու։ Օրինակ որ դու տուրիստ գնաս, ինչքան պետք է փող ունես որ գնաս։ Չէ, ինչքան պետք է ունես։ 10,000 եվրո։ 10։ Ես
Հուրիքյան, հաշվեմ 2000, 40 միլիարդ փող է գալու Հայաստան։ Տաքսիստն էլ օգտվելու, փոքր ու միջին բիզնեսն էլ, շինարարն էլ, այն հաստուղն էլ, չգիտեմ գյուղատնտեսն էլ, ու այդ գումարը բյուջեն ամոնում։ Մեզ պետք է, որ մենք երկու հատ էլ խոշոր ներդրում անենք պետականորեն եւ ասենք կամուրջ հանդիսանանք։ Մենք պետք է որ համագործակցենք Չինաստանի հետ։ Պայմանավորվենք հնարություն տանք բերի երկու հատ մեքենաշինական գործարան դնի, որ ամբողջ Եվրոպայա, Ռուսաստանը ամբողջ էսենք այդ մեքենաները վաճառեն, բայց մեր մոտ դնեն։ Հնդկաստանին բերենք այդ վերջի դեղորյակների սարքավորների 10 տարի հարկերից ազատենք։ Սա աշխատատեղ է։ 30-ամյա Գևորգը Գագիկ Ծառուկյանի հետ անմիջական զրույցի է բռնվում, խորհուրդ հարցնում նրանից։ Երիտասարդը ցանկանում է Հայաստան վերադառնալ, բայց չգիտի ինչպես, այստեղ աշխատանք չունի։ Մոսկվայում է ապրում եւ գումար վաստակում։ Ես սաղ կյանքս համարյա ապրել եմ Մոսկվայում։ Ահա։ Բացառել եմ Հայաստանի բանակում։ Հիմա մի հատ բայց կա։ Բայցը որն է։ Ես գալիս եմ ստե իմ հարազատներին հողու ջրի, չեմ հասցնում համոհոտը հետ քաշեմ, բայց չեմ կարա երկարել մնամ, խի, որտեղ ունդ ունեմ ընտանիք, ունդ ունեմ բարեկամություն, ունդ ունեմ աշխատանք։ Հիմա ես կուզենամ իմ ընտանիքին վերցնեմ, գամ ստե։ Էլի այդ բայցը կայնում է իմ դեմը, բայց ես ստե ոնց ապրեմ։ Ճիշտ ես ասում։ Ես ասացի երկու հատ մեծ խոշոր պետական ներդրում պետք է լինի։ Մենք ունենք մոլեբդինի հանքը, ճիշտ է։ Տարեկան արտանում է 40 միլիոն տոննա հանքանյութ։ Ուղարկում ենք արտասահման։ Եվ Իսպանիան մշակում եւ տարբեր երկրներ։ Այդտեղից գումարը դառնում է մոտավորապես մենք 180,000 տոննա մոլեբդինի պղինձ ենք, որը կազմում է 4 միլիարդ։ Բայց 4 միլիարդի փոխարեն գործանին տալիս են 400 միլիոն դոլար, որ աշխատավարձը իրենց շահույթն է։ Այսինքն 3 միլիարդից ավել մնում է այնտեղ։ Կարանք այդ գործանը հարատում, որ վագոներ գալցա, հարատում դնենք, որ բոլոր գումարները մնան դե, մեր ժողովուրդը գնա աշխատի, կազմակերպի եւ շահույթար կմնա եւ եկամուտը մնա մեր երկրում։ Բացի այդ, հիմա մեր մոտ բոլոր գործաները փակվել է, որը կաբել էին արտադրում, ճիշտ է թե ոչ։ Պղնձի ալյումինի կաբելները ամենավորակյալը մեր մոտ են տանում։ Այդ գործաները կանգնելա, գործաները կաշխատի։ Բացի դրանից ծծմբական թթու է այդ մշակման ժամանակ, որ դա մշակում են, դրանից ստանում են հիմնական պարարտանյութեր, ֆոսֆորային, ազոտային 1000 տոննաներով, դու պատկերացրու 40 միլիոն տոննա մշակելու համար ինչ է դուրս գալու։ Այդ բոլորը Պարսից ծոցի սաղ երկրներին կվաճառեին, որը Ռուսաստանից Բելարուսից են տանում, մենք էլ կունենայինք մերը ամոթ ավելի էժան կլներ։ Կամ որ դրանից արտադրում են լաքեր, ես իմ գիպսակարդոններ, այսինքն երկու հատ խոշոր ներդրում անելով հազարներով մարդիկ կաշխատեն։ Այդ գումարն մեր երկրում կունա, սա գործաներ կաշխատեն։ Դա պանջակն էլ աշխարհում մեկ կա։ Ես եթե հիմա իմ ընտանիքին վերցեմ գամ ստե, զանգեմ են մին գերոջը, զանգեմ իմ հալալ ախպորս ու մնացածին ասեմ ստե շատ լավ է, արեք, կգան։ Այո, բայց ես որ գամ, ես չգիտեմ, ես կարենամ տակից դուրս գամ, թե չէ։ Քեզ ասեմ, եթե դու մտածես, հիմա մի հատ փոքրիկ բիզնես դնես, տուրիստներին ինչ հայտակրում ենք, հայկական ինչ ունենք, ինչի վրա կարող է կառուցել, եթե 20 միլիոն մարդ է գալիս, անպայման Բարապմարտ մեր մոտ չի մնան։ Բոլորն էլ ինչ-որ մի բան պետք է անեն։ Մի հատ անկյուն սարքի, մի հատ կոֆեի համար։ Ինչ ասես աննարին բան չկա։ Վերևը հողը $500 էր, 1000 մետրը տնամերձը։ Հիմա 60,000 է։ Չեն էլ վաճան, բայց երբ որ բացվեց 60 չէ 100,000 է դառնալու։ Դա համար քեզ ուղղությունը տվեցի, որ դու մտածես ինչ կարելի է անել։ Գագիկ Ծառուկյանը խոսում է նաև ներդրումների համար բարենպաստ միջավայրի մասին։ Այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտները պետք է վերացվեն։ Գալացողը գնում է Վրաստան, չի գալիս դեռ։ Մարդը ինձ հարցնում, ռայոնում մարդուն ասում է, պարոն Ծառուկյան, գնացի խոպան եկել եմ, $10,000 փող եմ բերել։ Տալն եմ բանկ դնեմ, ասում է հիմքերը տուր։ Ասում եմ խոպան եմ աշխատել, որ ասում է չէ հիմքը չտաս անօրինական է։ Դուբայ որ գնում ես, ճամադաներով գումար տանես, որ բերում ես ասում է բեր։ Իմ հետ ախպեր մենք մեր քաղաքացուն չենք թողում, ասենք ինչ որ ենք անցնում։ Ես դեմ չեմ, դու ստանել ես թող հետևեն, բայց ներս բերելուց մարդը գնաց է խոպան, փողա բեր ասում է չէ։ Պետք է կազմակերպես, որ մարդիկ կարողան արտադրեն, թեթևացնես հարկերը, տուրքերը, հնարավորություն տաս, որ դասից էլ գանցնեն, ներդրում անեն, ավելի լավ պայման ստեղծես։ Անկախ առաջիկա քաղաքական զարգացումներից միշտ լինելու եմ ձեր կողքին, ասում է Գագիկ Ծառուկյանը ձորախբյուրցիներին։ Ասում է գյուղ կանգնի, գերանքը կոտրի։ Ես ասում եմ դուք իրար մեջ պետք է խոսեք, հիմա 10 հոգի մարդ կա, պետք է գնա մրցման, պետք է նայես որն է հաղթողը։ Թե չէ ճարտային դատակ որ խոսում են, մի հավատացեք։ Մարդը եթե կանգնում քարը քարին չի դրե, 1000 ռուբլի չի աշխատե,
Նա ոնց կարա հազարներից, միլիոններից խոսա կամ կառավարումից խոսա։ Մարդը պետք է 0-ից կայացած առանց կապ ունենա, ծանոթություն ունենա, ուղղություն ունենա։ Ասեմ իրական կյանքում սա կյանքս դե ծնվել, մեծացել եմ, աշխատել եմ, ստեղծել եմ, ինչ էլ որոշել եմ, զարգացել, ծաղկացել եմ, ամենալավն էլ արել եմ։ Ուզում եք, որ մեր օգնությունով ձեր հաղթանակը լինի։ Շնորհակալ եմ։ Հանդիպումը ջերմ է ու սպասված նաև Գեղաշենում։ Արյան Ծառուկյան ջան, շատ ուրախ ենք, որ դուք հանդիպել եք մեր Գեղաշենի հասարակությանը։ Մենք բոլորս հայ ազգ ենք, մենք բոլորս ձեզանով ուրախանում ենք։ Ձեր ցավը տանեմ։ Գագիկ Ծառուկյանի հետ նկարվելու ու շփվելու նաև երեխաներն են եկել։ Ոյ քու ցավը տանեմ, դելսում ենք բոլորս։ Քրիստոսի լույսն է տարածել, փեշերին մեր հատիսի, ժողովուրդս թող վայելի, օրհնությունը Հիսուսի, հայրենիքիս ամեն անկյուն, երկու գովքի է արժան, իմ Գեղաշեն գառնի առինջ, քիչ է ասեմ հազար ջան։ Փոքրիկները նույնպես հարցեր ունեն Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին։ Պարոն Ծառուկյան, որ ես մեծանամ, ինչպես անեմ, որ ձերպես եկեղեցիներ եւ արձաններ կառուցեմ։ Քո ոնց էր։ Նորիկ։ Նորիկ ջան, ուրեմն ուզենալով չի, դա Աստված պետք է կամենա։ Դու մինչև Ծառուկյանի տարիքին հասնելը պետք է կարողանաս աշխատել, ստեղծել, օգնել, կամեցող լինես, բարի լինես, գնահատող լինես։ Դու ինչքան կամեցող լինես, Աստված քեզ շատ կտա։ 301 թվականից աշխարհում առաջի քրիստոնյաց են, որ պետականորեն ընդունել են։ Աշխարհում տարբեր տեղեր կա Քրիստոսի արձանը, բայց մենք առաջի քրիստոնյաց չունենք։ Ու Աստծո կամոք, այդ հնարավորությունը տրվելով, որ մենք կառուցենք։ Ու մենք կառուցել ենք, այսօր դուք փոփոխությունը երևի է, սարի կողքը բնակվում եք, տեսնում եք ամբողջ աշխարհում դրա մասին խոսում են եւ կյանքը օր-օրի փոխվում է։ Ավելի շատ կփոխվի, երբ որ բացումը լինի, ամեն մեկը կարող եք մի բանով զբաղվել, ով գնացել է գյուղից, թող հետ գա, որ կարողանա մի բան ստեղծի, մի բան անի։ Մենակ եմ փաստը, որ արձանի կառուցումից հետո թե տնտեսապես ու թե туриզմը գերաճ ունենալու մեր ու կողքի համայնքներում ու թե աշխատատեղերի այսօր էլ մեր գյուղում շատ տղամարդիկ աշխատատեղով ապահովված են։ Ես զգացի, որ մարդիկ կան, որ վերև աշխատում։ Այո, շատ մարդիկ են աշխատում ու իրականում դա ձեր շնորհիվ է ու շնորհակալություն եմ հայտնում ամբողջ գյուղի անունից։ Մենակ հենց այդ հարցը, որ լուծել եք ու տարիներ հետո շատ հեռանկարային է։ Մի տարի հետո։ Մի տարի հետո ինքը շատ արձանը բացել ենք, մի տարի հետո։ Շատ հեռանկարային ենք, ես հեքիաթագիր եմ, բանաստեղծ հեքիաթագիր եմ, իմ հեքիաթի գրքերից մեկն եմ ուզում ձեզ նվիրել հայրենի հողին տված խոստումը, հեքիաթը մի մարդու մասին է, ով իր թոռնիկներին ու առհասարակ սերունդի խոսք է տալիս ու վստահեցնում է, որ եթե մարդը սիրում է հայրենիքը, սիրում է հայրենի հողի վրա ինչ-որ բան կառուցելով, ինձ թվում է դուք այդ վառ օրինակն եք, որ հայրենիքը սիրում եք, հայրենի հողի վրա ինչ-որ բան կառուցելով եւ դա էլ մեր Հիսուսի արձանն է։ Ապրես։ Օգնել նոյան տապանն ենք դնում, ենք կողքի սարի տակը։ Դա մերն է եղել, մեր պատմությունն է։ Պատկերացա, որ էդ էլ դնենք, մի 5 միլիոն էլ տեղ ավելանալու։ Կարևորը գումարի չափսը չի, կարևորը մարդու կատարած գործն է, որ դարեդար պետք է հիշվի։ Այս բնակավայրում էլ խնդիրները գրեթե նույնն են։ Բարեկեցիկ ապրելու համար պայմաններ չկան։ Միասին ու փոխադարձ վստահությամբ ամեն բան կլուծվի, ասում է Ծառուկյանը։ Կարևոր չէ կուսակցական պատկանելությունը, կարևոր է մարդը, նրա գիտելիքը եւ ստեղծած արդյունքը։ Ինձ ձենել տակ շնորհակալ եմ, ձենել չտակ շնորհակալ եմ։ Մեկը ես է Ծառուկյանն եմ։ Ինչ հարցով պետք է լի ես էլ կողքն եմ։ Բայց կարևորը դուք պետք է մտածեք ձեր ապագայի, ձեր երեխեքի, ձեր թողների համար։ Տարիներ շարունակ ինձ համար ձեր անունը կապված եղել բարեգործության գաղափարի հետ։ Շատ եմ տեսել եւ լսել ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին, դպրոցների, եկեղեցիների։ Դա վկայում է, որ հաջողությունները նաեւ զուգորդվում են պատասխանատվության եւ
մարդկային հոգատարության հետ, դրա համար ձեզ շատ շնորհակալ եմ եւ ուզում եմ նաեւ ավելացնել, որ դուք մարդկային հրաշալի օրինակ եք։ Ձեր այցը շատ կարեւոր էր Գեղաշեն գյուղի համար, որովհետեւ այն կարող է փոխել մարդկանց հավատը գյուղի ապագայի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես քույր, շնորհակալ եմ։ Ապրես։ Ու նորից գյուղատնտեսական խնդիրների մասին մարդկանց ջրի խնդիրը չի լուծվում, դա տեղի համայնքների համար լրջագույն հարցերից է։ Սևաբերդից մի տարի Սևաբերդից մենք օգտվանք ջուրը եկավ մեր հասարակությունը Գեղաշեն գյուղը որը օգտվել են։ Բայց հիմա ջուրը չկա։ Ես գալով այ զորքից գալիս եմ ստեղ։ Այս սարերից հզոր գետը գալիս է։ Հիմա դե պատկերացա, եթե ապրիլի 1-ից գալիս է, մինչև մայիսը կգա, չէ՞, մինչև այս սարերից ծնելը։ Քանի խորանարդ մետր ջուր կհավաքվի, որ այս գյուղին ապահովի։ Չեմ ասում նոր ծախսեր անեն։ Որտեղ մեծ լիճ կա, դեմը փակեն ու այդ ջուրը երկու մասի բաժանեն։ Աստծո տված ջուրը այցա վտանեն, մարդիկ թող ջրեն իրաց տները պայն, հա հողամասը ջրեն։ Ան ջուրը ցորենը տալիս է քեզ տոննա, քեզ 2 տոննա, ջրովին կտա 5-ից 10 տոննա։ Տարբերությունը կա։ Հասկանալա պետք հոպար։ Գեղաշենի բնակիչները խճճվել են, չգիտեն առաջիկայում խաղաղության սպասել, թե պատերազմի։ ԲՀԿ ղեկավարի տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է, հիմնված հավասարակշռված դիվանագիտության եւ հուսալի դաշնակիցների վրա։ Վարչապետը մեզ ասում է, եթե ես չլինեմ, սեպտեմբեր ամսին պատերազմա լինելու։ Այդ հարցին դուք ինչպես կպատասխանեիք։ Առողջ իրիկուն դա է։ Պատերազմ կլինի, հիմա խաղաղություն ենք բերել։ Եղբայր ջան, խաղաղություն ենք բերել։ Մեր գերիները, նախագաները, գեներալները, սորական ժողովուրդը հիմա գերության մեջ են, թե ոչ։ Խաղաղությունը որն է։ Հիմա ես կյանքում չեմ պատկերացրել, որ կարող է պատահի այն ժամանակը, որ իշխանության ներկայությունը վախենա Արարատ սարին նայի, կամ ցեղասպանությունից վախենա խոսի, կամ Արցախից վախենա խոսի։ Ես դες բան կյանքում չեմ պատկերացրել։ Խաղաղություն բոլորն են ուզում։ Այս պահին պետք է լինի երաշխավորած խաղաղություն։ Հիմա դա կլինի Ռուսաստանը, դա կլինի Չինաստանը, որ կասեն մենք երաշխավորում ենք, որ այդ մարդկանց անվտանգություն աշխատող ստեղծող ժողովուրդն դուրը փակում ենք պատերազմի դեմ, որ մենք լիարժեք կարողանանք հանգիստ գլուխներս կախ, բերք ու բարիք ստեղծենք, զարգացնենք։ Երևին այլ է կալվին, ասում է, ընտրությունից հետո պետք է սահմանությունը փոխվի, 300,000 ադրբեջանցի պետք է գան Հայաստան։ Եղբայր, մեր հայրենակիցները տները փակ եկել են ստեղ, չեն կարող գնան Իրաստուն։ Այդ 300,000 հոգուն որտեղ ենք մենք տեղավորելու։ Ասում են զենքով չեն գալու, բայց հանգարտ նեղացեցիք, զորքը բերել են կանգնացնել։ Եղբայր ջան, մենք մեզ չենք կարող հարգել։ Մեր գլխի ճարը պետք է տեսնենք։ Ձեզ մի բան էլ ասեմ, հիմա տես Իրանը կռվում է Ամերիկայի հետ։ Հզոր էլ պայքարում են ամբողջ ազգովի։ Ասում է արի խաղաղություն, Տրամպն ասում։ Իրան ասում է չէ, ես դες չեմ ուզում։ Ես ուզում եմ երաշխավորած։ Թող Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ, Պակիստանն էլ ստորագրեն, որ իրանք երաշխավորում են անվտանգություն։ Այսօր դու ասեցիր, գնում ես էլի թազազինվես, մի ամիս հետո իմ վրա կարծակվես։ Բայց որ երաշխավորած եղավ, նա էլ տես բան չի անի։ Հիմա մեր ասածը էլի է, խաղաղություն ենք ուզում։ Թող երաշխավորած լինի, եղբայր։ Թող ստորագրեն, այո, մենք երաշխավորում ենք, որ այդ աշխատող խաղաղ ժողովուրդ հետ մենք գործ ունենք, թող իրանք իրենց գործով զբաղվեն։ Հարցերի ու առաջարկների մի մասը վերաբերում են սպորտին։ Գեղաշենում եւս հետևում են Գագիկ Ծառուկյանի գործունեությանը։ Քաջատեղյակ են ոչ միայն կատարած գործերին, այլև նոր նախաձեռնություններին։ Լինելով բասկամարտիկ, շատ լավ ծանոթ եմ, թե ինչքանով եք օգնել մեր ֆեդերացիային, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչ։ Ուզում եմ ասեմ, որ ես իմ երիտասարդական թիմով ձեր հետ եմ, հստակ ծանոթ եմ ձեր ծրագրերին, մասնավորապես թմրամոլության դեմ պայքարը, սպորտի, առողջ ապրելակերպի զարգացումը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ շատ հզոր սերունդ ունենք, շատ հզոր, ում համար, ոնց որ դուք եք նշում, անհնարին ոչ մի բան չկա, պետք է այդ կայծը տանք ու միասին ծախը ծաղել է։ Շնորհակալ եմ։ Նորից եմ ասում, նայելով առողջ հզոր երիտասարդություն ոգևորվում ես, որ մենք լավ երիտասարդություն ենք, լավ ապագա ունենք։ Իրոք կարանք ամեն ինչ անենք միասին, պետք է գնահատվի ուժերը, խելացին, արդյունավետը։ Պարոն Ծառուկյան, մենք շատ ուրախ ենք, որ դուք այցելեցիք մեր գյուղ, շատ եմ ցանկանում, որ ավելի հաճախ գաք։ Ցանկանում եմ ձեր նման բարեգործ դառնամ, երբ մեծանամ ու շատ եմ սիրում ձեզ։
Իմ կյանքում էլ է եղել ցանկացած մարդ իր կյանքում իդեալը ունեցել, որ մտածել անհնար է հասնել նմանվել։ Բայց իմացի հասը անցել եմ։ Անենց որ դու էլ հասնելու ես եւ անցնելու ես։ Եղավ։ Ինչպես դառնալ ուժեղ մարզիկ սպորտով զբաղվող Գեղաշենցի փոքրիկները Գագիկ Ծառուկյանից խորհուրդ են հարցնում։ Պետք է գնաս լողի, մի տարի լող պետք է պարապես։ Լողից հետո պետք է գաս, մի տարի էլ պարի պետք է գնաս, գոնե 2 հատ լավ պար պետք է իմանաս։ Պարից հետո պետք է գնաս մի հատ բռնցքամարտի, մի տարի, որ կարող են խփել քսել իմանաս։ Մի հատ էլ գնում ես ըմշամարտի։ Դրանից հետո որոշում ես, որ սպորտաձևի հետ ավելի շատ հակում ունես։ Դուք մինչև հիմա սպորտով զբաղվում եք։ Ոչ չեմ զբաղվում, իհարկե։ Հիմա այսքան պարապել եմ, էլի 180 կիլոն 10 անգամ բարձրացնում։ Հանդիպման ավարտին հյուրասիրություն է սեղանին իրենց ստեղծած բարիքն է։ Մեր գյուղի անասապահության մտերքն է պարոն Ծառուկյան, խնդրում եմ մի օգտվեք։ Արտանում են որտեղ։ Մի անգամ ենք արտանել, դրանից հետո բերք շատ չեղել, ներքին շուկայի մոտ վաճառվում։ Ջոյ ջան, դες շատ շնորհակալ եմ։ Ձեր ընդունելության համար։ Աստծո կամով թող լավ առիթներ շատ լինի։ Միշտ ուրախ առիթներով հանդիպենք։ Մեր ժողովուրդը պետք է իրան լավը զգա։ Մեր ժողովուրդը աշխատող, ստեղծող, ու ամենակարևորը հյուրասեր ժողովուրդ են աշխարհում եք, այդտեղ ժողովուրդ չկա, որ կարողանա մարդկանց հյուրասեր։ Ջոյ ջան, շնորհակալ եմ, ստեցուն ձեզ։ Հաջորդ հանդիպումը Կամարիսի բնակիչների հետ է։ Այստեղ, ինչպես կողքի գյուղերում, մարդիկ անասնապահությամբ են զբաղվում։ Այգեգործությունը զիջել է դիրքերը։ Գյուղում ազատ հողեր կան, բայց գինն է բարձրացել, քանի որ հարակից տարածքում է տեղադրվելու Հիսուս Քրիստոսի արձանը։ Այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել այս մարզի նկատմամբ։ Այստեղ սանգյարներ ունենք։ Այնքան թանկ են դրել դա։ Այս ջահելությունն էլ հող պետք է առնի չի կար առնի։ Քաղաքից գալի առնում են, սրանք առանց առնելու մնում են։ Հաճուրդ են դրել, շատ թանկ են դրել։ Գյուղացիք չեն կարող առնել։ Այն ժամանակ եթե սարի կողքերի հողը 1000 մետր, 800 մետրը $500 է, չէ՞, սաղդ էլ գիտեք։ Հիմա այդ $500 լարլա 60000, 100,000 գալիս են, ուզում են առնեն։ Այսօր մի ծախեք։ Այդ 50-ը վաղը կլինի 150։ Վենոր եկան ինձ կապուտանից էլ ասում, պարոն Ծառուկյան, առաջ այդ հողը տալիս են չենք վեգալում, հիմա դրել են աճուրդերը, Երևանից եկել են 12 միլիոնով առել են։ Ասում տղա ջան, 12 միլիոն առնեն 60000 ծախում եք։ Հիմա դու դա պետք է առնես, դու թանկ կծախես։ Գյուղացին, այս գյուղում ապրում է, ընտանիքը մեծացել է, պետք է հող հատկացում լինի, գյուղին ստեղծեն ընտանիքներին։ Ամեն մեկին մի հատ հողակտոր տան, 2 տղա ունի, 2 հատ պետք է տան։ Տան, որ այդ մարդ այսքան ստե ապրել է, իր երեխեն պետք է տուն կառուցի, իր երեխեն իր հոր գյուղը մնա, մանավանդ այդ կառուցելուց հետո է թանգարան է լինելու։ Խիպը ստե գյուղացին թողե դա դուս, ուրիշները գան ստեղ։ Համայնքների զարգացման առաջին պատասխանատուն պետությունն է։ Հետևությունների համար պետք է ծանրութ հետև անել, թե 2018-ին ինչ խոստումներ են տվել եւ որոնք են կատարվել։ Կառավարությանը ես էլ եմ հավատացել այն վաղ, որ ասածները պետք է իրականություն դառնա խոստումները։ 8 տարի խոսք եք տվել։ Որ խոստումն է կատարվել, թող մեկը ասի, Ծառուկյան ջան, այս արի արի։ Մի հասարակության համար մի ամիս է պետք, որ շախշատին գնի դրա հետ։ Եղբայր ջան, այն օր գնացել եմ ներքին Գետաշեն, սահմանի վրա, ադրբեջանցիներից տարի գլխին են, նրանք տակը։ Նույն տան հարցացման պարոն Ծառուկյան, ուզում եմ տղիս տուն կառուցեմ, փսակեմ։ Ասում են 1 միլիոն պետք է տաց, որ թույլտվություն տանք, փոցենք տնամերձի։ Այ եղբայր ջան, սահմանի վրա պետք է սաղին թույլ տաց, թող Երևանից էլ գնան տուն կառուցեն, որ մեր սահմանը պինդ լինի, որ մարդիկ ընդդեմ մնան։ Այսօր ես հատուկ շփվում եմ մարդկանց հետ, ես ասեմ վարչապետ էլ չեմ ուզում, դուք ասեք ով կարանի, հարց չկա, ես գնամ իմ ձերն էլ տամ իրան։ Պետք է որ իմ երեխեքը, իմ թոռները այս խիղճ վիճակից դզվեն, որ ապահով լինի, կռիվ չլինի, զարգանա։ Քաղաքացիները Գագիկ Ծառուկյանի գործերի մասին լսելով չէ որ գիտեն։ Եկել են երախտիքի խոսք ասելու։
Պարոն Զարուկյան, շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, որ դուք մեր գյուղում եք, մենք ձեզ շատ հարգել ենք, հարգելու ենք հավերժ, 40 տարի մենք ձեր հարգանքը ստացել ենք, մենք ձեր աջակցությունը ստացել ենք, մենք ձեր լավ բաները ստացել ենք, մարդկությունը, վերաբերմունքը, ամեն ինչ է։ Գիտեք ինչ ամենակարևոր շփվում ես, մարդկանց աչքերին նայում խոսում ես, մարդկանց ջերմությունը, վերաբերմունքը, հարգանքը զգում ես, ավելի պարտավորված ես զգում։ Ես այս ջերմությունը տենեսնելով հարգանքը, դա բացառված է, որ ձեր մազը որցե մի բանի հետ փոխեմ։ Ես այս հողու ջրի մարդ եմ, ձեր ցավը տանեմ։ Չկա մեկը մի արծով դիմացելի ես նեղացնեմ կամ ասեմ, չէ, Աստված ինձ ա տվել, ես էլ իմ ժողովրդին փայաբաժին հանում եմ։ Ինչքան հանում եմ, Աստված ինձ այնքան ավելի շատ տալիս է։ Իմ խնդրանքը իրար հետ լավ եղեք։ Իր հարևանները իրար հետ լավ պետք է լինեն։ Լավ հարևանները բարեկամից լավ են։ Ինչպես բոլոր գյուղերում այստեղ եւս առանց հյուրասիրության Կամարիսի բնակիչները Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ չեն տալիս։ Աստված ձեզ առողջություն տա, ամենակարևորը։ Ուրեմն բոլորիս տա իմ հարազատողությունն է, զգացված եմ, պարտավորված եմ, ձեզ ցավը տանեմ։ Մենք եք շնորհակալ։ Աստված պահպան մեր բոլորին։ Բոլորը շնորհակալ եք։ Մարդը անկեղծ խոսում է։ Ինչ մտքով անցնում է, անկեղծ ասում է։ Նա իմ աչքերից մեջ ու ասում է, ո՞նց կարա չհավատաս մարդու։ Մարդի ասած խոսքը գործ է։ Դա փաստ է արդեն։ Հայասեր, ազգասեր մարդ է, որտեվ ինքը այս հողի վրա է ապրում եւ այս հողի այս սրբության համար պայքարում է։ Դա մեծություն է։ Ընտիր մարդ, մեծատառով մարդ, գերազանց մարդ, իր խոսքի տեր մարդ, անձնավորություն, որն ասում է իր ասածը կատարում 100%-անոց։ Մեծ կապիտալը ներեն դնում են լեռան վրա ու հանուն ինչի, հանուն մեր ժողովրդի։ Հանուն մեր ժողովրդի, հանուն մեր երիտասարդության, հանուն մեր երեխեքի մար, ապագայի մար։ Նամուս թասիբով մարդն է, որ այդքան ամեն ինչով պարտավորված սաղիկող եղել է։ Իր մտածելակերպի չափ թող երկուսը կարենան մտածեն, մեր հայազգի այսպես կապրի։ Ղեկավարը պետքա դուխովը լի, որը որ այսօր չունենք։ Ոչ թե մենակ քաղաքականության մեջ, այնեցեր կյանքում էլ պետք է ինքը մի քիչ դուխովը լի։ Որը որ ունի այդ մարդը, աշխարհում եք Ծառուկյանի գիտեն, Ծառուկյան մենակ ստեղ գիտեն։ Մենակ մեկ կոտակի մարզի հիմար չէ։ Սաղ տեղել առած թողած ունի։ Մարդը անելով են այդ մարդուն գնահատում իր բարության իրավության։ Հայաստանում ինչքան կան հարուստ մարդիկ, Ծառուկյանից հարուստ էլ կա, բայց չեն անում բարեգործություն։ Իսկ այս մարդը սաղկյան կարել է։ Շատ դուխով, ազգասեր, թասիբո մարդ է։ Այդ մարդուն ո՞ս կարաս կողքին չլես։ Ճիշտ է խոսանք էլ։ Արտավ աղբերս։ Օ, հրան, դու ես ստեղ, հրան։ Բարև ձեզ, պարոն Քոռ։ Ջորջ ջան, բարև ձեզ։ Բարև գեղեցկուի ջան։ Հաջորդ կանգառը Արամուսն է, այստեղ Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է առաջարկ Հայաստանին ծրագրի կազման ընթացքին։ Հատուկ ընդգծում է դրանում տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետների ներգրավվածությունը։ Եկել եմ հատ-հատ, գյուղ հանդիպելու, լսելու ձեզ, ձեր խնդիրը, պրոբլեմը, հարցը, ինչի մտահոգություն ունեք, իմ տեսակետն էլ, իմ մոտեցումն էլ ես ասեմ, ժողովուրդ։ Այսօր այս վիճակը տեսնելով ցանկացել եմ համախմբեմ մարդկանց, տարբեր ոլորտի ներկայացուցիչների։ Մենք կազմել ենք ծրագիր առաջարկ Հայաստանին, ոչ թե ծրագիրը կազմել է կաբինետում նստած լուրջ դեմքերով գրել են, այլ շփվել են մարդկանց հետ, բոլոր ոլորտի ներկայացուցիչների հետ, ասենք ու խնդիրը որն է, պրոբլեմը որն է, լուծումներ լավ մասնագետների հետ կազմել են, որ ծրագիրն էլ կարդակ, դա կզգաք, սկսած ուսանողից, կառուցողից, շինարարից, գյուղացուց, արվեստից, մշակույթից, սպորտից, գիտությունից բոլորն էլ կա։ Այսօր մենք պաշտոն չենք ուզում, կարևորը պետությունն է, մանդատ չենք ուզում, արդյունք ենք ուզում, որ մենք կարողանանք մեր երկիրը, մեր ժողովուրդը ժպիտը դեմքին նորմալ ապրի։ Իմ երեխեր կարած դրածա թորներից են, բայց այս վիճակով չի կարա շարունակվի։ Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից չի վրիպում տեսարանը։ Ձյունառատ հատիսը ներկայանում է ողջ հմայքով։ Այնա, նայում ես Սարի գլխին, որ այստեղից ինչքան լավ է, որ պետք է Քրիստոսի արձան լինի, պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, ազգային վերածնունդի, հաշտության, համերաշխության խորհրդանիշ լինի։ Թող հաջողություն բերի։ Փոփոխություն կա, չէ՞, թե հողերի վաճառքի մեջ, թե չկա։ Թանկացել է, չէ՞։ Մի ծախեք, բացվելուց 50-ը 100-ը դառնալ։ Տեղի բնակիչներին ովքեր վաղուց բնակում են այս Հադիսի շրջակայքում, իրանց բոլոր երեխեքին
պետք է լիարժեք 1000 մետր տնամերձը առանց գործի բանի տրամադրեն։ Գյուղպահողը ժողովուրդն է, այդ իր հայրենի գյուղն է, ինքը չթողելու գնա ուրիշը գանստե։ Իմ նպատակը այսօր այն արձանի կառուցումն է, որ սաղ աշխարհը գա, որ մենք ժողովուրդ ավելի լավ ապրի, ամեն մեկը էլ գործ կունենանք ժողովուրդ։ Այստեղ էլ մարդկանց մտահոգում է անմշակ մնացած հողերի ճակատագիրը։ Շատ մտավախ ունեն հարցը, որ ունենք 100 հեկտար հողատարածք եւ ընդամենը մշակվողը 15 հեկտար է։ Այդ վերաբերյալ ինչ կասեք, ինչ այդ հողերի ճակատագիրը ոնց պիտի լինի, նախար ամայի մնացելը։ Ունենք 480,000 հեկտար հող, ճիշտ է թե ոչ։ Մշակումը 140,000, ճիշտ է թե ոչ։ Ինչն է պատճառը։ Գյուղ նախարարություն չունենք։ Գյուղացին ում դիմի, որ պարարտանյութը փետրվարին ամենաշուտ հունվար փետրվարին պետք է ստեղ լինի։ Սերմը պետք է 2-3 տարին մեկ փոխվի, որ գյուղացին ցանի, արդյունք ստանա։ 8-10-20 տարվա սերմերը ցանում ես, որ պետք է ստանաս 2-3 տոննա, ստանում ես 800 կիլո։ Այսինքն դու ցանացի գումարը չես կարող ստանաս։ Պետք է դոտացիա տան 6 մեշոկ, 5 մեշոկ, 12000, նայ շահութա ստանալու, որ իր հողը մշակի։ Պետք է մարդը մշակելու համար, եթե 2 հեկտար հող ունի, 2 հեկտարի համապատասխան առանց տոկոս գումար տրամադրեն, մարդը գնա վարի, ցանի, չգիտեմ, գազարա, պամիդորա, ցորենը, ըստ չափսի, հիմի ցորենը 100-120,000, ասեն գազարը թող 500,000 լինի, պամիդորը 300,000, աշնանն էլ վաճառի տան իր գումարը վճարի պետությանը, այն շահույթն էլ պահին կապրի, եթե ես խաղող եմ մթերում, խաղագործներին 2-3 միլիոնով գարնանը տրամադրում եմ, դեղորյակ, վարելիք, պարտանուտ, շպալներ, պայմանագիրը կապում ենք, աշնանը խաղողը հավաքում բերեմ տալիս է, այդ գումարը պահում ենք առանց տոկոս, մնացած գումարը ստանում, նույնն է թող գյուղ նախարարությունը 2 հեկտար հող ունես, գազար ես ցանում, գազարն ինչքան է գնում, 200,000 հեկտարին, թե մի 120,000, 150,000, 2 հեկտարը հարկես 300,000 եղբաջան, մարդը գազարը 20 հեկտար չկան է կավքում։ 40 տոննա հավաքում ենք հեկտարի։ 40 տոննա, բայց կարելի է լավ սերմեր բերել, որ 80 տոննա, 100 տոննա ստանալ, պետք է մարդ դնես հասկացող։ Մարդը կյանքում չաշխատե 50 տարի, ծանոթ բարեկամա, թիմակիցա մինիստր, ցավը տանեմ, աթորից չի գնի, բայց պետք է կարենա տիրապետի, ոնց որ ես մրցում ուղարկեմ աղբեր, այն մեկը 80 կիլո բարձրացնում, այն մեկը 200, 200-ին չուղարկեմ, որող փորս տղին ուղարկեմ, ասի ես ուզում եմ, որ պարտվեմ, բայց պետք է արդյունք ցույց տաս, պետք է սառնարաններ կառուցվի, սառնարաններ Արարատով, Արտաշատով, Արմավիրով, ստեղ Կոտայքով, ինչ որ ունենք, առաջի երկրորդ սորտը մտերեք սառնարանումներ դրեք, այն մնացածը տվեք փածոների գործարան։ Մենք պետք է կարողանանք կազմակերպենք, ով կարանի նա անի։ Մի հատ ծափարում ենք պարոն Ծարգարամար։ Հասարակ բանվորի ընտանիքից այր է։ Զրոյց սկսել է աշխատել, գիշեր ցերեկ աշխատել է, սարքել է գործարաններ, ժողովրդին աշխատանքներ է տվել, հադիսնա սարքում, այս մարդը անում է, միշտ է անում է, անելու է, ինքը պաշտոն չէ ձգտում, ասեմ ձեզ, ինքը ձգտում է ժողովրդի համար, ես իրա ցավը տանեմ։ Արամուսում այցն ավարտվում է հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկներ դնելով։ Բնակիչները Ծառուկյանին հրաժեշտ են տալիս կրկին հանդիպելու ցանկությամբ։ Մենք մեր գյուղի ողջ բնակչությամբ ձեր հետ ենք, քանի որ ձեր գործերը լավ գիտենք, անչափ շնորհակալություն, ձեր գործերին հաջողություն։ Շատ շնորհակալ եմ, շատ տպավորված եմ ու ամենակարևորը մարդը, որ գնահատված է, ցանկացած մարդ կարա իր վրա վերցնի։ Որ կա վերաբերում, կա գնահատական, ցանկությունդ ավելի մեծ է, որ ավելի շատ պետք է անես, եթե գնահատված ես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ բոլորից, մինչև նոր հանդիպում։ Լավ առիթներով հանդիպենք։ Շնորհակալ եմ բոլորիցը։ Սեյսուն